Բարև ձեզ անցնող շաբաթվա կարևոր նորությունների մեկնաբանությամբ դուք դիտում եք շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրը, նախ ծանոթացեք հաղորդման առաջին մասին համառոտ։ Պետական այցով Հայաստանում էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուଆ Օլանդը, Հայաստանում Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ նաև քաղաքական հայտարարությամբ։ Օլանդը անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայտարարելով, թե պետք է գտնել Հայաստանի Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի մեր երկրի մաքսային միությանը անդամակցելուն։ Ուրիշի փոխարեն քվեարկություններ, վիրտուալ զրույցներ և թեժ քննարկումներ։ Այս շաբաթ կառավարության պահանջով Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրեց, խորհրդարան բերվեց շուրջ 30 նախագծեր։ Ազգային ժողովում քննարկվել է քաղաքական թեմաներ, իսկ օրենսդրական նախագծերը մնացել են դարակներում, հայտարարեց Գալուստ Սահակյանը։ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ծախսերը պիտի լինեն գաղտնի։ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել տարբեր գործուղումների և միջոցառումների համար պաշտոնյաների կողմից նախատեսված ծախսերը գաղտնի պահելու մասին օրենսդրական նախագիծ, Հարցախույզ մայրաքաղաքում։ Անցնող շաբաթ պետական այցով Հայաստանում էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուଆ Օլանդը, հայ-ֆրանսիական համատեղ տնտեսական համաժողով, այնուհետև Մաշտոցի պուրակի անվանակոչություն։ Հայաստանում Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ նաև քաղաքական հայտարարությամբ։ Օլանդը անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայտարարելով, թե պետք է գտնել Հայաստանի Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի մեր երկրի մաքսային միության անդամակցելուն։ Ֆրանսուଆ Օլանդի պետական այցի մանրամասների մասին կպատմի Փայլակ Վարադյանը։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից ժամանում Արմենիա Մարիոթ հյուրանոց պետական այցի առաջին օրը Ֆրանսուଆ Օլանդի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին։ Երկու երկրների ղեկավարները քննարկեցին տնտեսական հարցեր։ Ֆրանսիայից ներդրումները նվազել են, արտահանումն ավելացել։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Carrefour ընկերության հայաստանյան հիպերմարկետի հիմնադրման հեռանկարին։ Միևնույն ժամանակ շրջանցվեցին այն հարցերը, որոնք առաջացան Carrefour-ի Հայաստան մուտքի հետ կապված։ Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան 20 խոշոր ձեռնարկություններ։ Հայաստանը կարող է լինել տնտեսականորեն ավանգարդ, եւ վաղն արդեն Carrefour-ի առաջին խանութի բացման առիթով հնարավորություն կտրվի Հայաստանին լինել միջազգային մատակարարման ցանցի մեջ։ Ցանկանում ենք նաեւ այս առաջին ներդրումն այլ գործարարների համար էլ օրինակ ծառայի, օժանդակի եւ քաջալերի։ Հետո արդեն հանդիպում Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուଆ Օլանդը առանձնազրույց են ունենում, ապա երկու երկրների ղեկավարների միջև ընդլայնված կազմով տեղի են ունեցել բանակցություններ, որի ավարտից հետո ստորագրվեցին մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Նախորդ տարի աշնանը մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի որոշումից հետո, ինչպես հայտնի է, Եվրամիության պաշտոնյաները բազմիցս հայտարարեցին, որ Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր չի կարող ստորագրվել։ Այս համապատկերում սակայն Սարգսյանը շարունակում է և քաղաքականության մասին խոսել, անդրադառնալով Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու որոշմանը և պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է միևնույն անվտանգության համակարգում։ Անդամակցելով մաքսային միությանը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք կամ իսպառ վերացնում ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունները, ընդհակառակը պարոն Օլանդի հետ հենց այդ մասին էինք խոսում, որ շատ ցանկալի կլիներ, որպեսզի ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի Հանրապետության համար։ Սերժ Սարգսյանի նախանշած առանձնակի առաջարկություններին կարծես թե դեմ չէր Ֆրանսուଆ Օլանդը, անդրադառնալով Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանն Հայաստանում Ֆրանսիայի նախագահ հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։ Ըստ Օլանդի պետք է գտնել Հայաստանի Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի մաքսային միությանն անդամակցելուն։ Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ պայմանների մեջ է։ Դրա համար Հայաստանը որոշեց մոտ կապերը շարունակել Ռուսաստանի հետ։ Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը։ Դրա համար իմ այցի ընթացքում փորձեցի հասկանալ, որն է Հայաստանի դիրքը եւ ինչ պետք է լինի Եվրամիության պատասխանը։ Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա աշխարհերին է համընկնում։ Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում։ Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում եւ պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը։
Հերթական անգամ խոսվում է Եվի քաղաքականության մասին, ինչպես են պատկերացնում Ֆրանսուଆ Օլանդի նախանշած մոդելը եւ ինչքանով է այն հավանական եւ կամ կարելի է իրագործել։ Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիստյան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Վիլնյուսյան գագաթնաժողովում արված հայկական կողմի հայտարարությանը։ Well, let me underline first that is not the habit of the EU ambassadors to comment նշել, որ Եվրամիության դեսպանը սովորաբար չի մեկնաբանում անդամ երկրների ղեկավարների արած հայտարարությունները։ Մեզ համար դա շատ կարևոր է, բայց այս պահին մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչ ենք որոշել հայկական կողմի հետ Վիլնյուսի գագաթնաժողովում։ Jointly with the Armenian side at the EU level in the European Eastern Partnership Vilnius Summit. Մինչդեռ հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Ֆրանսուଆ Օլանդի հայտարարությունը փաստում է այն մասին, որ Եվի քաղաքականությունը իրատեսական է։ Երբ որ մենք անցյալ տարի եւ այս տարի ասում էինք, որ քաղաքականությունը Եվրամիության կողմից տարվող եւ առաջարկվող պետք է ձևակերպենք եւ բանաձևի մեջ, ապա բազմաթիվ ծայրահեղ եվրոպասերներ մեզ մեղադրում էին հետընթացի մեջ, մեզ մեղադրում էին նրա մեջ, որ մենք իրատեսական չենք գնահատում իրավիճակը։ Օլանդի հայտարարությունը իրականություն կդառնա, թե ոչ դեռևս հստակ չէ։ Սերժ Սարգսյանի նախանշած Եվի քաղաքականությունն ամեն դեպքում Եվրամիության տարբեր դրամաչափի պաշտոնյաներ համարեցին անիրագործելի եւ առանձնակի առաջարկություններ առայժմ չեն հնչել։ Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Սևակ Գրիգորյան, Շաբաթնանց։ Այդ շաբաթ կառավարության պահանջով ազգային ժողովը արտահայտ նիստ հրավիրեց։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բացատրել է, որ վերջին շրջանում ազգային ժողովում քննարկվել են քաղաքական թեմաներ, իսկ օրենսդրական նախաձեռնությունները մնացել են դարակներում, ուստի պատգամավորները ստիպված են ծանրաբեռնված ռեժիմով աշխատել։ Ազգային ժողովի այս շաբաթվա օրակարգում եղել է ավելի քան 30 հարց, եղել են նաև ուրիշի փոխարեն քվեարկություններ, վիրտուալ զրույցներ եւ թեժ քննարկումներ։ Ամբողջ շաբաթվա քննարկված կարևորագույն օրինագծերը մեկ տեսանյութում կպատմի Նայիրան Ալբանդյանը։ Այս շաբաթ ազգային ժողովում նիստերն արտահերտ էին անցկացվում էին նախաձեռնողի կառավարության սահմանած օրակարգով։ Շուրջ 30 օրենսդրական նախագիծ քննարկվեց ու քվեարկվեց մեկ շաբաթում։ Պատգամավորները հրատապության իմաստը չեն հասկանում, սակայն դատելով մեծամասնության ներդրած ջանքերից կառավարության համար դրանց անցկացումը չափազանց կարևոր է։ Ուստի չեն զլանում, քվեարկում են անգամ գործընկերների փոխարեն եւ ոչ մեկ անգամ։ Այսպիսի քվեարկության արդյունքում անցավ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը գաղտնի պահելու մասին նախագիծը 65 կողմ, 41 դեմ եւ 2 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավորները ոչ հրատապ ու անընդունելի օրենք էին անվանել պետական գնումների մասին եւ պետական ծառայողական գաղտնիքի մասին, ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է գաղտնիության պայմաններում իրականացնել նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի սննդի ձեռքբերման, կեցության ու տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արողակարգերի հետ կապված գործառնությունները։ Փոփոխության նպատակն ու հիմնավորումը վերջիններիս անվտանգությունն է։ Հակ Լևոն Զուրաբյանը օրենքում ռիսկեր է տեսնում։ Ասենք ինքը մի վիլա է վարձում եւ շքեղ ինչ-որ ծախսեր է անում, դա ձևակերպում որպես պետական գնում եւ դրա վրա դրվում է գաղտնիության գրիֆ։ ԲՀԿ նույնպես օրենքի հիմնավորմանը չի վստահում, ավելին համոզված է օրենքը մշակվել է այն բանից հետո, երբ մամուլը հրապարակել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ինքնաթիռների տոմսերի համար արված շուրջ 200 միլիոն դրամի ծախսերը։ Ինչ չեպ է տեղի ունեցել, ինչ անլուծելի խնդիր է առաջացել, որը բացահայտել է տվյալ ծախսերի հետ կապված պետական գաղտնիք, ինչը չպիտի բացահայտվեր։ ՕԵԿ-ը դեմ է նախագծին, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի կարծում, որ օրինակ նախագահականում կատարված կոնյակի հյուրասիրության արժեքի հրապարակումը կվնասի վերջինիս վարկանիշին։ Բա մենք հյուրասեր ազգ ենք, բայց պիտի անենք։ Ելույթի հաջորդ օրը ՕԵԿ-ը ձեռնպա քվեարկեց նախագծին, հավանական է նրանց վրա ազդել էր Բիշարյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էրմինե Նաղդալյանի ելույթը կամ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի այն բացատրությունը, թե գաղտնին դա դեռ թակունը չէ։ Օրենսդրական հաջորդ նախագիծը ենթադրում է առաջին անգամ Հայաստանում կներդրվի ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը։ Օրինագիծը նախատեսում է, որ անձի նկատմամբ թույլ տված կյանքի իրավունքի, խոշտանգման կամ ազատության իրավունքի ոտնձգությունների դեպքում անձն իրավունք ունի դատական կարգով պահանջել իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ Ընդդիմադիրներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերում նախաձեռնությանը, բայց զայրանում են միայն միջազգային կառույցների միջամտության արդյունքում այսպիսի նախագիծ մշակվեց։ Մինչ օրս բռնությամբ կատարված անցագործության զոհերին նույնիսկ մենք փոխհատուցում չենք տալիս։ Խոսքս վերաբերում է մարտի 1-ի 10 զոհերին, նրանց իրավաճորտներին տրվող փոխհատուցման մասին։
Կառավարության ներկայացրած հաջորդ նախագիծը նախատեսում է դրոշմապիտակներ փակցնել Հայաստանի տարածքում արտադրված կամ ներմուծված որոշ ապրանքների վրա։ Նպատակն է վերահսկել ապրանքաշրջանառության ծավալը։ Ընդդիմադիրները չեն հավատում, որ այն ուղղված է ստվերի վերացմանը։ Ավելին համոզված են այն կհանգեցնի գնաճի։ Ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանը վկայակոչելով պաշտոնական վիճակագրությանը փաստում է. Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակին սպառվել է շաքարավազի մոտ 20,000 տոննա, ներկրվել 223 տոննա շաքարավազ։ Ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է 15,000 տոննա։ Հավանական բացատրությանը, թե դեֆիցիտն ծածկվել է Հայաստանում արտադրված շաքարավազի շնորհիվ, Փաշինյանը հակադարձում է։ Դարձյալ պաշտոնական վիճակագրությամբ նշված ամիսներին Հայաստանում շաքարավազ չի արտադրվել, փոխարենը ներկրվել է 30,807 տոննա շաքարի հումք։ Այսինքն հումքը բերվել է, բայց շաքար չի արտադրվել։ Հիմա այստեղից չեն կարող արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի տակ ներկրվում է շաքարավազ, եւ այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր հարկեր չառաջանան։ Սա միլիոնավոր, միլիարդավոր դրամների շրջանառություն է։ Ազգային ժողով նախագիծ էր բերել նաև Արմեն Աշոտյանը։ Կրթության նախարարն ասում է, դպրոցական 9-ամյա պարտադիր կրթությունը սեպտեմբերից կդառնա 12-ամյա անվճար պարտադիր։ Ամբիոնին մոտեցած կրթության նախարար Արմեն Աշոտյանին հարց ուներ Փաշինյանը։ Ոչ թե կրթության եւ հանրակրթության մասին օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու փաթեթի, այլ Գյումրու տնտեսագիտական համալսարանում այդպես էլ չիրականացած ուս խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։ Հայտնի պատմությունների հերոսներից մեկը այժմ էլ գործուղվել է Գյումրի, որպեսզի հանրապետականացնի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ։ Փաշինյանը նկատի ունի Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահին։ Երիտասարդ հանրապետականը հայտնի դարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունից հետո, երբ վիրավորել ու քաշքշել էր լրագրողներին, թույլ չտալով լուսաբանել դռնբաց պաշտպանությունը։ Չեմ կարծում, որ որևէ ուսանող բուհի ներսում առաջին, երկրորդ կամ սուպեր կարգի ուսանող կարող է լինել կապված իր քաղաքական իրավիճակից։ Աշոտյանի երկարատև ու բոցաշունչ ելույթին Փաշինյանն արձագանքում է կարճ։ Ասում եմ, կասեցրեք ձեր հանրապետական ուսանողական բանդաներին, ձեր գործը կրթությունն է, ոչ թե հանրապետական կուսակցության շահերն ու տեսակետները, կարծիքները խորհրդարանում, Facebook-ում ամենտեղ արտահայտելու։ Մանուկյանին չպատասխանել Աշոտյանը չի կարող։ Գալուստ Սահակյանն է միջամտում։ Ժամանակը քիչ է, նպատակային օգտագործեք։ Մանուկյանն էլ տեղից է արձագանքում, հարցը հռետորական է, պատասխանել պետք չէ։ Աշոտյանն անդրդվելի է։ Այստեղ չասի Facebook-ում կգրի, ավելի լավ է Մանուկյանի մոտ ասի։ Դուք եք ամեն ինչ անում, որպեսզի ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք դեպի քաղաքական դաշտ։ Հաջորդ հարցը հնչեցնելուց առաջ Նաիրա Զորաբյանը գործընկերներին կոչ է անում կառուցողական քննարկում իրականացնել։ Իսկ կառուցողական էր թե ոչ հանրապետական կրթության նախարար Արմեն Աշոտյանի եւ ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանի ազգային ժողովի նիստի ընթացքում վարած վիրտուալ զրույցը։ Դժվար է ասել։ Իսկ падգամավորի հարցը հետեւյալն էր. օրենքի նախագիծն ինչքանով կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։ Նաիրան Ալբանդյան, Սևակ Գրիգորյան, Շաբաթն անց։ Եվ այսպես, ինչու պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեղյակ չլինի գոնե Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի ծախսերին։ Հասարակությունն ինքն էլ է դեմ նման նախաձեռնությանը։ Համենայն դեպս հարցված քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ ցանկության ու անհրաժեշտության դեպքում քաղաքացին պետք է իրավունք ունենա ծանոթանալու դրանց, առավել եւս երբ գաղտնիության պայմանները պաշտոնյաներին առավել մեծ շռայլությունների հնարավորություններ կտան։ Բա չիմանա ժողովուրդը, թե իր մուծած հարկերը ուր է գնում։ Պետք է իմանա, չէ՞։ Որովհետև այն ծախսեր են անում, որ ես ինտերնետով կարդացի, եսի վարակույրների համար 10 միլիոն, 5 միլիոն, եսի ինչի համար 7 միլիոն, կոնյակի համար չգիտեմ քանի միլիոն։ Հասարակությունը անպայման պետք է իմանա, որտեղ հասարակությունը գիտի ինքը ինչպես վատ է ապրում, պետք է իմանա որքան լավ են ապրում եւ լավից լավ են ապրում։ Եթե եկամուտն է գաղտնի, ծախսը ինչի պիտի բացեն այդ մարդիկ։ Դե ծախսը բացեն, պիտի ասեն, թե որտեղից էր։ Իսկ դա չեն կարող ասել։ Դրա համար էլ աշխատում են փոչերը փակել։ Այնպես բաներ կա, որ պիտի գաղտնի լինի, բայց հիմնական երևի պիտի արդար լինի, բաց լինի։ Այնքան թափանցիկ լինի,
Ռուսերեն ասած, прозрачно должно быть։ Եթե այդ հայտնիությունը ինչ որ բան կտա հասարակությանը դրության շտկման վերաբերյալ, թող գաղտնի չլինի։ Բայց եթե եւ գաղտնին եւ հայտնին հասարակության համար որևէ դրական նշանակություն պիտի չունենա, ինչ նշանակություն ունի։ Գաղտնի է թե հայտնի է։ Բաց լինի, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե այդ գումարները ուր է գնում։ Ուր է գնում այդ գումարները։ Ասում են դրսից բավականին մեծ գումարներ է գալի, ուր է գնում այդ գումարները։ Մենք չենք հասկանում։ Եթե այս պետությունը ազնիվ լինի իր ժողովրդի նկատմամբ, ասինքն ինքը այդ մեծ ծախսերից մի քիչ զերծ պահի իրան, որ ժողովուրդն էլ իր բաժինը ունենա, ժողովուրդ չի հետաքրքրվի, իրան չի հետաքրքրի, ինքը ինչքան ծախսեց։ Ես կարծում եմ այդպես։ Իսկ քանի որ մենք ժողովուրդը չենք ստանում, իրանք միլիոններ են ծախսում, ժողովուրդը շահագրգռված ուզում են իմանան ուր է գնում փողերը։ Պարզ չի, որ մտնում է իրենց գրպանները։ Էլի հասարակության փողերը, բայց ու ամեն ինչ չէ ներկայացնելու։ Ինձ թվում է շատ ճիշտ է գաղտնի մնալը։ Հասարակությունը պետք է իմանա ամեն ինչի մասին, բայց ցավոք սրտի չի իմանում ոչ մի բան։ Սովետական միությունում եմ ծնվել։ Այն ժամանակ էլ չենք իմանում ով է ինչ անում, ոնց անում։ Այդտենց եկել է, այդտենց էլ գնալու է։ Ամենայնիվ մեր մտածելակերպը եվրոպական չի։ Շատ շռայլ են ծախսում, շատ շռայլ, ելնելով ժողովրդի վիճակից պետք չէ այդքան շռայլություն անել։ Ես դա եմ գտնում, որովհետև ժողովուրդը շատ վատ վիճակում է։ Նրանց շռայլությունները մեզ ավելի գազազեցնում եկը ներեք, բայց դա այդպես է։ Դե պաշտի որ շռայլության համար են գաղտնի պահում։ Կարելի է մի քիչ ավելի մեղմ ձևով ծախսել այդ գումարները։ Մեկ, երկրորդը այդքան, ասենք մեկը գնում է նրա հետ մի 10 հոգի էլ գնում է, ինչ միտք ունի այդքան մարդ։ Ինչի համար եք ծախսանում այդքան մարդ գնում է։ Հատուկ ինքնաթիռ են վարձում։ Ովքեր որ արտասահման չեն գնում, հենց ստեղ են, իմանում ենք ինչքան են ծախսում, ուր են գնում, չենք իմանում, չէ։ Դե գաղտնի է պահվում, էլի մենք գիտենք ինչ է կատարվում, չէ։ Այժմ ծանոթացեք շաբաթնանցի երկրորդ մասի համառոտ նկարագրին։ 67 կողմ 18 դեմ 29 ձեռնպատ ձայներով ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված կൂട്ടակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀԱԿ-ը ժառանգությունը եւ ՕԵԿ-ը քվեարկեցին դեմ, Հույդան եւ ԲՀԿ-ն ձեռնպա։ Անցնող շաբաթ դատական երկու աղմկոտ գործերի քննություն շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն էր, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի հարցաքննությունը։ Մայիսի 14-ին ողբերգական դեպք գրանցվեց Թուրքիայի Սոմա քաղաքում։ Ածխահանքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, հանքում գտնվել է 787 հանքափոր։ «67 կողմ 18 դեմ 29 ձեռնպատ ձայներով ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված կൂട്ടակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀԱԿ-ը ժառանգությունը եւ ՕԵԿ-ը քվեարկեցին դեմ, Հույդան եւ ԲՀԿ-ն ձեռնպա, իսկ Հանրապետականը կողմ։ Չնայած քարյակի դիրքորոշումը միասնական չէր, այնուամենայնիվ չեն բացառում, որ համատեղ ջանքերով խորհրդարան կբերե նաև կൂട്ടակայինի այլ ընտրանքային ծրագիր։ Իդեպ, դեմ եմ քաղաքացիական շարժումը ևս կառավարության ծրագրին միանշանակ գնահատական չի տալիս, հակված են սպասելու նախ հասարակության արձագանքին։ Կառավարությունը արտահերթ նիստով ազգային ժողով էր բերել նաև կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակված տարբերակը, որի բովանդակությունը հետևյալն է. աշխատողը հնարավորություն կստանա սեփական դիմումի համաձայն չմասնակցել կൂട്ടակային կենսաթոշակային համակարգին, իսկ գործատուն կազատվի վճարները չհաշվարկելու եւ կൂട്ടակային ֆոնդերին չփոխանցելու համար նախատեսված պատասխանատվությունից։ Առաջին ընթերցման քվեարկության ժամանակ պարզ դարձավ քարյակը հարցի շուրջ միասնական դիրքորոշում չունի։ Վարման կարգով քվեարկության մասին խոսեց ԲՀԿ-ն, սկզբից ԲՀԿ-ի նախորդ օրվա օրակարգից։ Հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, դեմի ակտիվիստների։ Հանդիպել են ու որոշել ներկայացված նախագիծը որոշակի իմաստով եւ որոշակի ժամանակահատվածում մեղմում է լարվածությունը։ Ուստի այն կես քայլ առաջ է։ Այս տեսքով սակայն օրինագիծը թերի է կիսատ եւ չի լուծում հիմնական խնդիրը։ Այդուհանդերձ Նաիրա Զորաբյանի վկայակոչած հենց այդ կես քայլ առաջի համար էլ ԲՀԿ-ն որոշեց քվեարկելու է ձեռնպա։ Միևնույն ժամանակ հստակեցնում է, եթե ոչ իշխանական ուժերի քարյակում արտահերթ նիստի պահանջով ստորագրահավաք սկսելու մասին որոշում
կայացվի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմիանա նրանց։ Վարման կարգով հաջորդը խոսեց ՕԵԿ-ը, Հովհաննես Մարգարյանի ելույթը բովանդակային առումով կրկնում էր ԲՀԿ-ին։ Ավարտը մի փոքր այլ է, ոչ թե իրենք կմիանան խորհրդարանական մյուս ուժերին, այլ նրանց են հորդորում միանալ իրենց։ Մեր խմբակցության կողմից նախագծի երկրորդ ընթերցման ռեժիմում կներկայացվի առաջարկ, որին մենք առաջարկում ենք միանալ նաև ազգային ժողովի մյուս խմբակցություններին։ Նախագիծը կൂട്ടակային ծրագրի մեջ ներգրաված 260,000 քաղաքացիներից միայն մի քանի հազար ակտիվ ու համարձակ քաղաքացիների հարցերը լուծելու համար չպետք է լինի, կարծում է ՀԱԿ-ը։ Ակնհայտ է, որ իշխանությունները ամբողջ թափով շարունակելու են պարտադիր կൂട്ടակային գումարների բռնագանձումը։ Հաջորդն արդեն կոչ է։ Քաղաքացիական հասարակությանը պայքարը շարունակելու, իսկ քաղաքական ուժերին արտահերտ նիստով իրենց ծրագիրը ներկայացնելու մասին։ Մինչ այդ սակայն Քարյակի մյուս ներկայացուցիչ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է, իրենք ևս ձեռնպա են քվեարկում։ Ժառանգությունը միամիտ չէ, համոզված է պարտադիրը մնալու է, ուստի քվեարկում է դեմ։ Յուջեն ձեռքերը պարզած սպասում է կൂട്ടակայինի փոխանցման, կան միջազգային պարտավորվածություններ, ֆոնդեր, որոնք հասարակական կարծիք են միջպետական ձևավորում, նրանց մոտ մենք խեղճանանք։ Քվեարկությունը ցույց է տալիս Քարյակը երկու մասի է բաժանվել։ Առաջին ընթերցման 68 կողմ, 12 դեմ եւ 35 ձեռնպա ձայներով նախագիծը անցավ։ Երկրորդ ընթերցման ժամանակ ոչ նախագիծը, ոչ էլ քվեարկության պատկերը էական փոփոխության չենթարկվեցին։ Միայն ՕԵԿ-ներ մտքափոխ եղել ձեռնպան դեմ դարձավ, երբ կառավարությունը մերժեց իրենց առաջարկը։ Իսկ ՕԵԿ-ի առաջարկը հետեւյալն էր. քաղաքացին դիմում է գրում այն դեպքում, երբ ցանկանում է մասնակցել պարտադիր կൂട്ടակային համակարգին։ Հիշեցնենք, կառավարության նախագծով ճիշտ հակառակն էր, աշխատողը դիմում է գրում կൂട്ടակային կենսաթոշակային համակարգին չմասնակցելու համար։ Ինչևէ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված կൂട്ടակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այնուամենայնիվ նախագծի քննարկումների ընթացքում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն էին հնչեցնում, թե կառավարության վերջին նախաձեռնությունը նույնպես հակասահմանադրական է։ Այս դեպքում ինչը խոչընդոտեց, որպեսզի ոչ իշխանական Քարյակը միասնական օրակարգով կൂട്ടակայինի այլ նախագիծ ներկայացնի ազգային ժողով։ Հարցին ոչ իշխանականները խուսափում էին պատասխանել։ Շաբաթ օրը սակայն Քարյակը նիստ հրավիրեց ու պարզվեց, խոչընդոտներ չեն եղել։ Որոշումը բացատրում են այսպես։ Մենք ունենք ընդհանուր համաձայնություն, որ նախագիծը կդրվի շրջանառության մեջ, բայց կոնկրետ երբ դեռ չենք որոշել եւ դա ինչ-որ իմաստով կապված է նաև այն իրավիճակի հետ, որ կստեղծվի կൂട്ടակայինի այս պարտադրի իրականացման շուրջ։ Դեմ եմ նախաձեռնության անդամները ևս մինչև կտրուկ հայտարարություններ անելը հակված են սպասելու, թե ինչպես կիրացվի կառավարության ներկայացրած նախագիծը։ Սակայն կա մտավախություն, որ ոչ բոլորը կհամարձակվեն դիմումներ գրել, քանի որ աշխատանք կորցնելու վախը մարդկանց մոտ այսօր մեծ է։ Տրամաբանական չէ գրել դիմում եւ հայտնել քո կամքը, որ քեզանից քո սեփականությունը քո կամքին հակառակ չոտարեն։ Քանի որ կստիպեն, գործատուներն է կստիպեն ամեն դեպքում։ Եվ կստացի, որ այդ թիվը ինքնաշխատ մեխանիզմներով ծուղակի մեջ հայտնված մարդկանց թիվը կավելանա։ Հետաքրքրական է ևս մեկ փաստ պետությունը շարունակելու է բյուջեից աշխատավարձի 5%-ը փոխանցել ֆոնդերին, անկախ այն փաստից, թե քաղաքացին կൂട്ടակայինին կմիանա, թե ոչ, ինչը թե ընդդիմությունը, թե դեմ եմ նախագիծը գնահատում են որպես միջազգային կառավարիչներին հաճոյանալու փորձ։ Նայրան Ալբանդյան, Մարտուն Գրիգորյան, Շաբաթ անց։ Անցնող շաբաթ դատական երկու աղմկոտ գործերի քննություն շարունակվեց։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն էր, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի հարցաքննությունը։ Դատական երկու նիստերն էլ անցան բավականին թեժ մթնոլորտում։ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց, որ արդեն ապահովվել է թարգմանչի մասնակցությունը դատաքննությանը, ինչը նշանակում է, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանին հնարավորություն է տրվում պաշտպանություն իրականացնել։ Ապա հայտարարեց, թե տուժող կողմը մարտի 27-ին նամակ է գրել Սերժ Սարգսյանին, նշելով, թե Վարդան Պետրոսյանը մինչ օրս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում արտոնյալ վիճակում է։ Ուստի գտնում են, որ նրան հարկավոր է տեղափոխել պատժախոց։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Վարդան Պետրոսյանը
տեղափոխվել է Նուբարաշեն մեկուսարանի բուժմաս։ Այնուհետև դատարանում քննարկված Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ Վարդան Պետրոսյանի սթափ լինել-չլինելու հարց է։ Չնայած որ նախաքննական մարմինը չի մեղադրել դերասանին ոչ սթափ վիճակով մեքենա վարելու մեջ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց։ Նաիրի բժշկական կենտրոնի բժիշկ Համազասպ Գևորգյանին որպես վկա դատարան հրավիրելու մասին։ Երկու օրինակից կազմված արձանագրության բնօրինակում եւ դրա կապիրովկայով անված երկրորդ օրինակում արկա բովանդակությունները միմյանցից իհարկե տարբերվում են։ Տարբերությունն կարևորում են նրանով, որ սույն գործի համար կարևոր նշանակություն ունեցող անձի ալկոհոլ օգտագործած վիճակում գտնվելու փաստը ապացուցող միակ փաստաթուղթը աղավաղված է։ Կողմը գտնում է, որ դեպքի օրը դերասան Վարդան Պետրոսյանի սթափության վերաբերյալ տրված արձանագրություններում անհամապատասխանություններ կան։ Սակայն Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, թե իրականացված գրավոր հարցման մեջ նշված է, որ արտաշնչած օդում ալկոհոլի հոտ չի եղել։ 58 էջում, որը հիմք է, թե անձը սթափ է, թե խմած, գրված է, որը հաստատ գիտեմ, եւ տուժողի ներկայացուցիչը լավ գիտի, որ այս փաստաթուղթն է հիմք հանդիսում եւ դատախազը։ Գրված է Վարդան Պետրոսյան, իր ծննդաթիվը, որտեղ է բնակվում, գրված է սթափ, առանց սեի վրա որևէ նշումի։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Վարդան Պետրոսյանը, հիշեցնելով, որ իր դեմ առաջադրված մեղադրանքի բովանդակությունը բոլորովին այլ է։ Նրա ֆրանսիացի փաստաբանն էլ կարծիք հայտնեց, շեշտելով, թե կան փաստաթղթեր, որոնք արդեն հիմք են հանդիսանում, որ Պետրոսյանը սթափ վիճակում է եղել։ Ուստի այժմ դատարանում այդ հարցը քննարկելը կնշանակի ժամանակ վատնել։ Պաշտպանական կողմի այս հայտարարություններին պարբերաբար արձագանքում էին տուժող կողմի ներկայացուցիչները։ Դատավորը ստիպված եղավ մի քանիսի նկատմամբ դատական սանկցիա կիրառել։ Ակուրակոպեն խանդեք, ձեր նկատմամբ նույնպես կիրառվում է դատական սանկցիա, դատական նիստերի դալիճից դուք հեռացնում։ Քրեական դատավարության օրենսգրքի 314 բնի հոդվածի համաձայն։ Դատական նիստի կանոնը խախտելու համար։ Նիստը շարունակում էր ընթանալ լարված մթնոլորտում։ Տուժողներ Արթուր եւ Հայկ Հակոբյանները դատավորի որոշմամբ հեռացվեցին դատական նիստերի դահլիճից։ Դատական սանկցիա կիրառվեց նաեւ Վարդան Պետրոսյանի նկատմամբ, երբ դերասանը ոտքի կանգնեց ու հայտարարեց, թե իր ֆրանսիացի փաստաբանը չի կարողանում լիարժեք պաշտպանություն իրականացնել, քանի որ դատարանի կողմից հրավիրված թարգմանչուհի Հրիփսիմե Հարությունյանը թերանում է իր աշխատանքում։ Սա շատ կոմիկական վիճակ է, թողեք ես ներեցեք, եթե ես կոմիկական եմ գտնում, ուրեմն կոմիկական եմ համարում։ Ես տեսա քանի անգամ ծիծաղեցին դահլիճում։ Ուրեմն այդպես եմ գտնում ճիշտ։ Ձեր նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա, դատական նիստերի դալիճից հեռացում։ Խնդրեմ հեռացեք նիստերի դալիճից երեքրեական դատավարության օրենսգրքի 314 բնի 1 հոդվածի համաձայն դատական նիստի կանոնը խախտելու համար։ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանին մեղմ ասած զայրացրել էր դահլիճում ստեղծված իրավիճակը։ Նա փորձում էր բարձրացնել Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու հարցը։ Եվրոպական կոնվենցիայի դրույթներից էր մեջբերում անում, ապացուցելու համար, որ դերասանին ազատ արձակելու բոլոր հիմքերը կան, բայց այդպես էլ Մարի Դոզեն իր միջնորդությունը ներկայացնելու հնարավորություն չունեցավ։ Ուստի դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը նշեց, թե մի քանի օրից ավելի պրոֆեսիոնալ թարգմանչի մասնակցություն կապահովվի նիստին։ Իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտին է մոտենում 2013 թվականի ապրիլին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատաքննությունը։ Հարցաքննված գործով ամբաստանյալ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին։ Չնայած այն հանգամանքին, որ նիստի մեկնարկին վերջինս հայտարարեց, թե չի պատրաստվում ցուցմունք տալ, ինչպես նաև պատասխանել կողմերի հարցերին։ Այդ պատճառով էլ դատարանը ստիպված եղավ հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, որում վերջինս պատմում է, թե դեպքի օրը մահացած հորեղբորը պատկանող զենքերը փորձել է տանել Վարդբաղ թաղամաս ու պահել։ Ճանապարհին փողոցում նա տեսել է սև գույնի մեքենա, որը ձայնային ազդանշանով կանգնեցրել է իրեն, ապա նկատել է, որ մեքենայից կրակ են արձակում իր ուղությամբ, որից հետո ինքն էլ պաշտպանվելու նպատակով զենք է վերցրել եւ 4 անգամ կրակել։ Ես նպատակ չեմ ունեցել մարզմանել, ես չեմ հետապնդել, մեքենայից դուրս գալուց տեսել եմ, որ կանչում է, գնացել եմ մի քանի քայլ, մոտի գնա տեսավ կրակիկը։ Այնուհետ ամբաստանյալը նշեց, թե ցանկանում է ցուցմունք տալ ու կարճ համառոտ պատմեց հետևյալը։ Ես ուզենայի սպանել, ես 30 պատրոններ կկրակեի։
Ավելի կոնկրետ նա նշում է, թե դեպքի օրը ինքնապաշտպանության է գնացել։ Մեղադրող դատախազն ու նիստը նախագահող դատավորը սակայն սկսեցին հարցադրումներով հանդես գալ։ Ինչպես եղավ, որ ամբաստանյալն այդ օրը որոշեց մահացած հորեղբոր զենքերը տեղափոխել Վարդպաղ, որն է եղել փոխհրաձգության հիմնական պատճառը, ինչ խնդիրներ են եղել մասնակից կողմերի միջև եւ այլն։ Այս հարցերին Վահե Ղուկասյանը հիմնականում խուսափեց պատասխանել։ Նիստի ավարտին որոշվեց կրկնակի հարցաքննության հրավիրել դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանին, ով հիշեցնենք ուսումնասիրել է գործով տուժող Շեկոմա կանունով հայտնի Արտյոմ Կարապետյանի դեպքի օրը ստացած մահացու հրազենային վնասվածքները։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Շաբաթն անց։ Մայիսի 14-ին ողբերգական դեպք գրանցվեց Թուրքիայի Սոմա քաղաքում, ածխահանքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել։ Հանքում գտնվել է 787 հանքափոր։ Ածխահանքում էլեկտրական ենթակայանը պայթել է, որի հետևանքով հանքափորները մնացել էին առանց արտաքին կապի։ Պայթյունի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Ժամանակ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, հայտարարելով ածխահանքում աշխատող բազմաթիվ զոհերի անունները։ Նրանցից 80-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Մի քանի օրերի ընթացքում զոհերի թիվն ավելացավ, հասնելով 293-ի։ Վիրավորների թվում են եղել նաև դեպքի վայրում անհրաժեշտ գործողություններ իրականացնող փրկարարներ։ Հրդեհված ածխահանքում փրկարարական աշխատանքներ է իրականացնում մոտ 500 մարդ։ Նրանց ջանքերով հնարավոր է եղել ածխահանքից դուրս բերել հարյուրավոր բանվորների, բոլորը մահացած։ Այն բանից հետո, երբ Թուրքիայի Սոմա-Ավանի ածխահանքում ողբերգական վթարթեգի ունեցավ, պարզվեց, որ այնտեղ չի եղել հանքարդյունաբերության կանոնակարգի պահանջներից բխող ապաստարան սենյակներ։ Սա հատուկ նախատեսված մի վայր է պահեստավորված բարենամթերքով եւ դրսից թթվածին ստանալու անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ վթարի ժամանակ կարող են պատասպարվել հանքափորները։ Ածխահանքը շահագործող Սոմա Հոլդինգի նախագահը դեռևս 2013-ի ապրիլի 29-ին հայտարարել էր, որ ածխահանքն ունի վթարի դեպքում նախատեսված ապաստարան սենյակներ, որտեղ ավելի քան 500 հանքափոր կարող են 20 օր դիմանալ ունենալով սննդի, ջրի, թթվածնի անհրաժեշտ պաշար։ Սակայն վթարը տեղի ունեցավ եւ պարզվեց, որ նման սենյակներ չեն եղել։ 40 հոգու համար նախատեսված նման մեկ ապաստարան սենյակի ինքնարժեքը $250,000 է կազմում։ Սոմա մեկնեց նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա հայտարարել է, թե որոշ ուժեր կփորձեն աղետն օգտագործել իր կառավարության դեմ։ Հավաքվածների մոտ մեծ զայրույթ են առաջացրել Էրդողանի այդ խոսքերը։ Սոմայիցի ընթացքում Էրդողանի դեմ բողոքի ալիք են բարձրացրել հանքափորների հարազատները։ Ոմանք անգամ քարեր են նետել Էրդողանի ուղղությամբ։ Թուրքիայի մյուս հատվածներում նույնպես բողոքի ալիք է բարձրացել։ Տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր։ Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ակտիվիստների նկատմամբ, ովքեր բողոքել են կառավարության դեմ հանքում պայթյունից հետո։ Մի քանի 100 մարդ էր հավաքվել Անկարայում էներգետիկայի նախարարության մոտ փորձելով ներս մտնել։ Այդ ընթացքում նրանք հակակառավարական կոչեր են հնչեցրել եւ քարեր նետել օրինապահների ուղղությամբ։ Զոհերի թիվը օր-օրի աճում է։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Արման Գևորգյան, Շաբաթն անց։ Այս շաբաթվա համար նախատեսել ենք այսքանը, դուք դիտում եք շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրը, կհանդիպենք ցտեսություն։